Պարոն Դանելյան, Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն հստակ ձևակերպել է քայլերի հաջորդականությունը, թե ինչ պետք է անել, որպեսզի ազատվել, ինչպես ինքն է գրել, վեհափառից։ Նա առաջարկում է համակարգող խումբ ստեղծել, որը կընտրի անդամների, առաջին 10 անդամներին ինքն է ընտրելու եւ ասում է, որ նրանք մի քանի չափորոշիչներ է սահմանել, մի երկուսը կարդամ, իրենց ամբողջ հոգով հավատում են Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացել են, վերջին 5 տարում մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, այսինքն հստակ գործողություններ արդեն մատնանշել Նիկոլ Փաշինյան եւ ասում է ինքն էլ Աստծո օրհնությամբ եւ հոգու աչքերով կընտրի այդ անդամներին։ Մեղաքես Տեր Աստված։ Ինչի հարոսակախմբեր ստեղծում, որ գրոհի ինչ անի, պաշարի, շրջափակի։ Մի քանի օր առաջ ես կառավարության շենքի մոտով անցնում էի եւ այն ժամանակ կարևոր դերակատարներից մեկը, որ ասում էր նոր Հայաստան, նոր հայրապետ, որ հետապնդում էին կաթողիկոսին, գիտեք ինչեր էր արվում, կառավարության շենքից էր իջնում, ընկերոջս ասեցի, որ սրանք շատ վտանգավոր մի բան են պլանավորում եւ պատահական չի, որ այդ անձին հենց կառավարությունից դուրս գալուց տեսանք, ընկերս ասեց, չէ, դե հնարավոր չի բան, ասի կարաս ինչ մոտիկանաս տեսնես, որ այդ անձն է, գնաց համոզվեց դրանը, ինչ եմ ուզում ասեմ, որ սրանք պլանավորած երկիրը ժողովրդին տանում են դեպի բախումների, այսինքն այս ամեն ինչը, ինչ որ ինքը ասում է, պլանավորում է, խոսում է ամեն օր սրա մասին, վերջում կարծում եմ այս մարդը քանի որ արյուն է տենչում, իր ամբողջ գործունեության ընթացքում իր սիրտը փառավորվում էր, որ հայի արյուն էր թափվում, հոգին փառավորվում էր, հետո իր տերերի հոգին էր փառավորվում, այդ ժամանակ արդեն Էրդողանի, Ալիևի եւ Թալյաթի եւ հիմա մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որ ամենամղձավանջային երազներում անգամ նման բան չենք էլ կարող ես այլևս չեմ էլ զարմանա, որ ինքը գնա ամենակեղտոտ, ամենազազրելի, ամենազզվելի քայլերին։ Այսինքն ինչ կարող է անել ձեր տպավորությամբ, այսինքն ինչ սրանից ավելի ինչ բան։ Կարծիքով սադրանքներ ա լինելու, հրահարումներ ա լինելու, էլի կազմակերպված խմբեր են լինելու, որոնք որ փորձելու են ապակողմնորոշել մեր հասարակությանը, ամիսներ առաջ, երբ որ էլի ոչ անհայտ մեկը փորձում էր նաև ոտնձգություն կատարել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, մենք կարողացանք գնալ Էջմիածին եւ պաշտպանել Էջմիածինը, եւ նույնն էլ այսօր է դրա կարիքն պաշտպանել մեր հավատքը, պաշտպանել մեր մայրաթուր Սուրբ Էջմիածինը, բայց այդ ընթացքում ես չեմ ուզի, որ հայ մարդու դեմ դուրս գա։ Վտանգ տեսնում եք քաղաքացիական պատերազմում։ Այո, ես վտանգ տեսնում եմ, ես ավելի քան համոզված եմ, որ այս մարդը գնում է այդ ճանապարհով։ Գիտեք, սկզբնական շրջանում ասում էր 1-2 ստատուսա կգրի, երևի գարնանային սրացումներ են մոտը, կհանգստանա, կհանդարտվի, կխաղաղվի, ինչ-որ պահի ազդեցության տակ ա եղել, ինչ-որ պահի բորբոքվել է իր բնավորությանը համապատասխան, բայց մենք տեսնում ենք ամեն օր առավոտից երեկո այս մարդը ստատուսներ ա գրում եւ հստակ արդեն ճանապարհային քարտեզ ունի, թե ոնց է պլանավորում այդ ամեն ինչ, եւ սա չափազանց վտանգավոր է մեր երկրի, մեր պետության, այս անվտանգային մարտահրավերները, որ կան մեր պետ, ես օրեր առաջ եմ եկել Տավուշի մարզից, դրանից առաջինն Սյունիքի մարզում է եւ տեսնում եմ մեր հայրենակիցները ինչ խնդիրներ ունեն, ինչ խնդիրներ ունեն եւ այս մարդու կատարած քայլերը ես չգիտեմ, միգուցե նաեւ շեղելու նպատակա։ Ինչից են շեղում, ինչ կարող է լինել։ Ապագա զիջումներից, ապագա պետականակործան քայլերից, գիտեք, որ Ադրբեջանը նոր պահանջներ է դրել սրա դեմը եւ
կարծում եմ եւ սա կարող է դրա հետ էլ կապված լինի, էլի, այս իրար հետ փոխկապակցված լինեն, հայտնի այդ Տիրանայի բանավոր փոխըմբռնումների հետ կապված էլ կարան լինեն, բայց ամեն դեպքում, ինչպես միշտ, այդ հարցերը փոխանակ երկրի ղեկավարը այդ հարցերը լուծի, երկրի առջև ծառացած խնդիրները լուծի, գնում է այդ ճանապարհով, շեղման ճանապարհով, ժողովրդին մոլորեցնելու, էլի թշնամացնելու, կա մի փոքր ագրեսիվ հատված, որը որ ինչ էլ ինքը անի, մեկը համաձայնվելու է դրա հետ։ Իրենց էլ է ուզում հանցակից դարձնել, այդ մարդկանց էլ է ուզում հանցակից դարձնել։ Հիշեցնեմ, որ երկու տարբերակ կա, որ կաթողիկոսը կարող է իր պաշտոնից մեկը իր առողջական պայմաններից ելնելով հրաժարվի պարտականությունները, մեկ էլ Աստված մի արած է, մարդը արդեն ֆիզիկապես չլինի։ Ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակը ու գիտեք որն է բանը, այս մարդը ասում էր, չէ, սիրո եւ համերաշխության 18 թվականին ինչ era սիրո համերաշխության թավիշ եւ այլը որտեղ է այդ համերաշխությունը ամենուրեք Մայլ ասում սիրով քրիստոնեաբար դեհարանից հանել նրան դրա անվան տակ սիրո անվան տակ այս մարդը ավիրում ամեն ինչ ասում է սիրում եմ կլինի չսիրի կարող է տենց ավելի լավ լինի ասում է սիրում եմ խոնարհվում եմ տարավ այդքան մարդկանց գլուխ կերավ ասեց Արցախը Հայաստանով վերջ Արցախ չկա ինչը ինքը ցույց է տալի որ սիրում է ու դա հակառակը պետք է հասկանանք էլի դրա հակառակ այս մարդը ուզում է այդ քանդի եւ ասում է սիրում եմ եկեղեցին դա հակառակը հասկացեք ուղն ու ծուծով այս մարդը ատում է եկեղեցին եկեղեցու սպասավորներին հոգեվոր հայրերին սիրող մարդը նման բառապաշարով հանդես չի գա սիրող մարդը այսքան ավեր այսքան դժբախտություն չի բերի այսինքն իր մեջ ոչ թե սերն է խոսում այլ զուտ հաշվարկները եւ ես անցած անգամ էլ ասեցի իր խոսույթը ուղիղ համեմատական է Փաշիզադեի Ալաշուքուր Փաշիզադեի խոսույթին Ալաշուքուր Փաշիզադեն էր օրեր առաջ ասում որ հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում մի քանի օր հետո իշխանություններն են ասում որ քաղաքականությամբ է զբաղվում չպետք է զբաղվի քաղաքականությամբ ասում էր վարկից էր խոսում իրանք էլ են սկսել վարկից խոսել Հիմա մեզ հակադարձում են ձեր նման տեսակետ տենց հայտնողներին ասում եմ թե դա հեքիաթները չկա համընկնում մենք ինքնիշխան երկիր ենք մենք մեր որոշումները ինքնուրույն ենք կայացնում ինչու եք դուք Ադրբեջանի օրակարգ Որ որոշումներ ինքնուրույն կայացրել Ուզում եմ ասեմ որ որոշումներ ինքնուրույն կայացրել եւ որ հարցում են իրենք չենթարկվել Ալիևի եւ Էրդողանի պահանջներին թող մի հատ պահանջ ասեմ որ չեն կատարել կամ մի հատ դեպք ասեմ որ իրենք կարողացել են հակադարձել ինձ էին ասում մենք իրանցի դեպքերի ժամանակ տարբեր քննարկումների ժամանակ ազգային ժողով ասում են մենք իզորու չենք հակադրվելու Թուրքիային եւ Ադրբեջանին իրենց սպառերն է իրանք իզորու չեն հակադրվելու մենք ուժ չունենք մենք բան չունենք մենք ինչա պատերազմ եք ուզում պետք է իրանց ասածները անենք հիմա իրանց ասածները անում են ինչ ասում են էլ անում են Հիմա Փաստորեն պարոն Դանելյան, արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմել գործընթացներ է սկսում, ինչպես նկատում եք Ադրբեջանի օրակարգով, ու այս ամեն ինչից հետո հարց է ծագում նաև արդյոք ընդդիմադիրները կարող են կանգնեցնել այս ընթացքը եւ միթևը իմպիչմենտի գործընթացն է սկսել եւ կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, դեռ ուշացած է նույնիսկ, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն Պատիվ ունեմը արդեն տեխնացու է առաջադրել այս գործընթացին դուք ինչպես եք վերաբերվում Եկեղեցուն պաշտպանելը եկեղեցու թիկունքի կանգնելը յուրաքանչյուր հայ մարդու արժանապատվության հարցն է Եթե մենք չկարողանանք պահել են վերջին հենարանը մեր հենասյունը մեր արժանապատվության փարոսը որ կա ուրեմն ես չգիտեմ մեր գոյությունն անիմաստ է թե քաղաքական դաշտի թե առհասարակ մեր ժողովրդի Եթե թողնենք, որ այդտեղ պղծեն ավիրեն, ուրեմն ես բան չունեմ էլ ասելու, այս երկրում էլ անելու բան չկա։ Եվ այդ առումով եւ կոչս է մեր հայրենակիցներին ակտիվ պաշտպանել իրենց խոսքով, իրենց գրառումներով, իրենց հանրային դիրքորոշմամբ եւ ինչու՞ չէ նաեւ կանգնելու ֆիզիկապես կանգնելու եւ պաշտպանելու Մայրաթուր Սուրբ Էջմիածին։ Ինչ վերաբերվում է երկրորդ թեմային, ձեր հարցին
Փոխվեն օր առաջ հեռացնել։ Այո։ Մենք գիտեք, այս օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենօրյա մեր սեղանին, այսինքն հենց չի որ ինչ որ առանձին վերծրած ընդդիմադիր ուժ դա ուզում է կոնկրետ Հայաստան դաշինքը դրա ընդհակառակը մենք դրա առաջամարտիկն ենք, մենք դրա կողմնակիցն ենք եւ գործուն քայլերով ամեն օր փորձում ենք սրան հեռացնել։ Իմպիչմենտի գործընթացից ինձ դուրս կգա չեմ կարող ասել, քանի որ կոնկրետ տեխնացու կա, որի շուրջ քննարկումներ ա գնում, ես ավելին չեմ կարող ասել, միգուցե այն ուժը, որը որ կոնկրետ հանրապետական կուսակցության մասին է խոսքը, որը որ այդ տեխնացուին առաջադրել է, ինքը փորձի մեր ժողովրդին այդ առումով ուզում են հասկանալ եւ նաեւ ինձեր են շատ հարցեր ուղղում թե կոնկրետ տեխնացուի հետ կապված ինչն է պատճառը որ իրեն են առաջադրել, ինչ ծրագիր ունեն, ինչ գործողությունների հաջորդական քայլեր ունեն եւ ես ճիշտ ասած մեր խմբակցության հետ դեռ չեմ խոսել, որովհետեւ տավուշում եմ եղել մամուլում կարդացի որ հանդիպման օր ու ժամել են պայմանավորվել։ Այդ հանդիպումը տեղի ունենա հասկանանք որտեղ են շարժում, ինչ են անում եւ կոնկրետ ինչ ակնկալիք կա Հայաստան դաշինքից։ Այսինքն մենք ինչպես միշտ ասել ենք, որ մենք պատրաստ ենք աջակցելու, անելու, բայց դա պետք է լինի հստակ, պլանավորած, ճանապարհային քարտեզով, այդ աշխատանքները արված, այսինքն մեծ աշխատանք է միայն տեխնացուով չի, շատ այլ աշխատանքներ կա անելու, որ պիտի արվի եւ այս առումով այդ քննարկումները կշարունակվի։ Եվ երեք մի կողմից Փաշինյանը եկեղեցու հետ կապված այս գործընթացներն է մեկնարկել, մյուս կողմից իրավական գործընթացներ սկսեցին նաև Հայաստան խմբակցության երկու պատգամավորի, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի դեմ եւ արդեն դիմել են ազգային ժողով։ Ձեր գնահատական այս ամենը ինչպես է եւ արդյոք սա քաղաքական նպատակներով է ավելի շատ քան իրավական գործընթաց։ Միանշանակ քաղաքական հետապնդում է գործող վարչակարգը, վարչախումբը, օկուպացիոն ռեժիմը ինքը միշտ էլ թիրախավորել է Հայաստան դաշինքի падգամավորներին, ակտիվ այն գործիչներին, որոնք որ շատ կոշտ քննադատում են իշխանությանը եւ նույնը նաեւ պարոն Մինասյանի պարագայում, պարոն Մինասյանը պետականաշինության ակունքներում կանգնած, արժանապատիվ, հայրենասեր, պատվախնդիր, շատ մեծ գիտելիքներով օժտված, այսինքն բազմակողմանի զարգացած անձնավորություն է, որը որ խորհրդարանում իրեն ուրույն դերն ունի, երբ որ գիտեք, որ ազգային ժողովում ցանկացած տնտեսական հարց կլինի, իրավական հարց կլինի, տարբեր հարցեր կլինի, շատ մանրամասն բացատրում է եւ ցույց է տալի, անվտանգային կլինի, ցույց է տալիս իշխանությունների կատարած բոլոր սխալները, թերությունները, ձախողումները, դավաճանական քայլերը եւ ես զարմանում եմ ոնց կարելի է օրինակ Արծվիկ Մինասյանի նման մարդուն, որը այդքան այդ ավանդ ունի, նման այդ գործը գիտեք ինչ Սևանի առանձնատան գործն է, այսպես ասած, որը վաղուց հայտնի է եւ շատերն ասում են, որ վերջերս երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի դահլիճում խոսում էր վրդովված, ասում էր՝ «Դու ինչ իրավունք ունես դիմելով պարոն Օհանյանին Սևանում առանձնատուն ունեն»։ Այսինքն այս հենց գործի շրջանակներում է։ Գիտեք, Սևանում ինչ որ առանձնատուն ունենալը ես ինչ մի պրիվիլեգիա չի, ինչքան մարդիկ կան, որ Սևանում ունեն իրենց այսպես ասած հանգստյան տունա, առանձնատունա, դաչա մեր լեզվով ասած։ Ես շատ քաղաքացիներ գիտեմ, որոնք ունեն եւ այդտեղ ինչ որ մի աննորմալ բան ես չեմ տեսնում էլի։ Աննորմալն է նա, որ կոնկրետ իշխանությունները նորից եմ կրկնում էլի փորձում են այս իրենց ճղճիմ քայլերով փորձում են իրենց բանով մտածելակերպով կարծում են որ նման քայլերով կարող են Հայաստան դաշինքին ինչ որ առումով ճնշել որ Հայաստան դաշինքը
ասենք իրենց այդ կոշտ, այդ ընդդիմադիր կեցվածք դրսևորումը, որ կա հիմա, օրինական է արդյոք այդ գույքը ձեռք բերել, պարոն Օհանյան, եթե օրինական է, հասկանանք, եթե ոչ։ Գիտեք ինչ էլ որ կա, մարդիկ իրենց փաստաթղթերով ներկայացրել են, ինչը որ ունեն մարդիկ ներկայացրել են, 7 տարի է արդեն ավել է 7 տարուց ավել է մարդիկ իշխանության են եւ հենց որ գալիս է կամ հերթական ընտրությունների ժամանակահատվածը կամ երբ որ գալիս է արդեն, բարեձեզ, երբ որ գալիս է արդեն ինչ որ ակտիվ պայքարի, փողոցային պայքարի ժամանակը սկսում են կեղծ եւ շինծու գործեր տարել, դրանով փորձելով ինչ որ մի կերպ խանգարել, խոչընդոտել, դա ոչ խոչընդոտ, ոչ էլ ինչ որ մի բան հանդիսանալու, մեր դաշինքի падգամավորները ամուր են, մեր դաշինքի падգամավորները սադրանքների չեն ենթարկվում, իրենք կյանքի ուղի անցած վաստակ ունեցող մարդիկ են եւ այդ առումով որևէ մեկին վախեցնելու կարիքը չկա, այդ մարդիկ վախեցող չեն եւ նորից եմ կրկնում, սա ժողովրդի աչքին թոս փչել է, հասկանում եք, այս իրենց այս մեղադրանքների տակ որևէ մի առարկայական բան չկա, առարկայական բան չկա, բայց քանի որ իրենք ասում էին, գիտեք ինչ, մեղադրանքներ են ներկայացրել, բան են, իրենց էլ են, չէ, հարցնում ասում, բա այդ մեղադրանքներ եք ներկայացրել, բա ուր է ձեր այդ մեղադրանքները, այսինքն էսա ես կարծում եմ, որ այս ամեն ինչն էլ շուտով կավարտվի եւ իրենք էլ են հասկանում, որ այլևս իրենց հաշված ամիսներ մնացել իշխանության լինելու եւ իրենք էլ իրենց այս հիստերիկ նոպաներով փորձում են որոշակի այն մեծ գահավիժումը, որ կա իրենց ռեյտինգի բարձրացնել, բայց չի ստացվելու։ Ժողովուրդը այլևս իրենց չի ընդունում։ Դա ակնհայտ է նաև մեր հանդիպումների ընթացքում, որ մենք ունենում ենք, մենք ամեն օր էլ հանդիպումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ եւ ասում են մեր հայրենակիցները, որ այլևս այս թրքահապատակ իշխանությունների երեսը տեսնել չեն ուզում եւ իրենք էլ ունեն այդ տվյալները։ Հատուկ ծառայությունները Նիկոլ Փաշինյանին գրեթե ամենօրյա ռեժիմով իր վարկանիշը, իրական իր վարկանիշը ցույց են տալիս, ասում են, որ ինչա կատարվել եւ ինքը ջահաձգումների մեջ է։ Ինքը գիտի, որ առավելագույնը ինքը ունի 10% այդ վարչական ռեսուրսներով բանով։ Եթե ընտրություններ չկեղծի, եթե ինչ որ իր քաղաքական օպոնենտներին չհետապնդի, չձերբակալի, ես ինչ ֆորս մաժորային բաներ չանես, տեսեք եկեղեցու դեմ արշավ անում, այս անում են անում, այսինքն միայն ինքը կարող է երկրում, ես նաև մտավախություն ունեմ, որ ինչ որ մի պահի կարող է արտակարգ իրավիճակ էլ փորձի ստեղծել մարդը, որովհետև հասկանում է, որ հողը ոտերի տակից գնում է, ինքը այլևս վերարտադրվելու օրինական ճանապարհով վերարտադրվելու հնարավորություն չունի։ Հավաստիացնում եմ ձեզ, որ չունի։ Ես չեմ ասում, թե բանը պետք է հասնի ընտրություններին, դա իմ ասածից դա չի ենթադրվում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընտրություններին չհասնի, բայց ինքն էլ լավ գիտի։ Ախր մեր ժողովուրդը տեսնում է, աչքերը բացել է, տեսնում է ինչա կատարվում եկեղեցու հետ, ազգային արժեքների հետ, տեսնում այս մարդիկ ասում են, որ գիտեք ինչ կա թալան, ամենամեծ թալանչիներն են։ Տեսեք, մարդիկ են, չէ, պաշտոններից ազատվում։ Տարբեր պաշտոնյաներ են։ Տարիներ շարունակ ասում են, որ այս մարդիկ կոռուպցիոն սկանդալների մեջ են, այս կամ այն ապօրինի գործողություններն են անում, այդ մեկ անձից գնումներով ինչեր է կատարվում, մարդիկ հիմա ինչ ունեցվածք ունեն, ինչ ունեցվածք են ձեռք բերել, այդ որ տներից խոսում են, մի հատ գնացեք այս մարդկանց տները մի հատ տեսեք, էլի ինչ տներ ունեն այս մարդիկ, այդ մարդիկ ապառիկով հեռուստացույց ու փոշեկուլ էին առնում, հիմա ինչեր ունեն, դա ակնհայտ է։ Այստեղ պարոն Դանելյան, այն է, որ տեսեք, դուք ասում եք այո վարկանիշը ընկել է, բայց այլընտրանքային տեխնացու, որը կարող է նաև հանրության 50+1% հավաքել, այդ այլընտրանքը հայրությունը չունի այս պահին։ Այս պահին ես էլ եմ համաձայն, որ չկա մեկը, որ 50+1 լինի, բայց այն որ եւ Հայաստան դաշինքի առաջնորդի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն է բարձրանում, դա եւ սոցիոլոգիական հարցումներ են ցույց տալիս եւ մեր շփումներն են ցույց տալիս, մարդիկ հասկանում են, որ
կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագայում հնարավոր է երկիրը ճիշտ ռեսերի վրա դնել եւ դա էլ է սրանց ջահաձգումների բերում հասնում եւ խորհրդանում է ամեն ինչը որ կատարվում է եւ իրենց այս ջահաձգումները հենց դրա հետ է կապված այսինքն կոնկրետ իր վարկանիշը բարձրանալու տեղ չունի հնարավորություն էլ չունի ինքը իր վարկանիշը բարձրացնելու բայց ինքը կոնկրետ տեսնում է որ երկրորդ նախագահի վարկանիշն է բարձրանում եւ մարդկանց վստահությունը օրորի շատանում եւ մարդիկ հենց Ռոբերտ Քոչարյանի մեջ են տեսնում հնարավորությունը, փրկությունը եւ նաեւ հարաբերությունների կարգավորումը, երկրի ոտքի կանգնելը, անվտանգային խնդիրների լուծումը, մենք էլ մեր շփումների մեջ այդ ենք տեսնում, այդ ենք արձանագրում եւ նորից եմ կրկնում ինքը շանս չունի իր ռեյտինգը բարձրանալու բայց ընդդիմությունը այդ ուղղությամբ ճիշտ աշխատանքի դեպքում ճիշտ գործ անելու դեպքում դա է տեսնում